Իսկ այժմ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեխնացու առաջադրելու համար ձայնը տրվում է Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին։ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի Ուժեղ Հայաստանի տեխնացուն Հարություն Հարությունյանն է։ Ով կներկայացնի տեխնացուին։ Տեխնացուին կներկայացնի Տիկին Արեգա Հովսեփյանը։ Շնորհակալություն։ Այժմ տեխնացուին ներկայացնելու համար ձայնը տրվում է Տիկին Արեգա Հովսեփյանին, համեցեք Տիկին Հովսեփյան։ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ լռություն դահլիճում։ Հարգելի գործընկերներ, ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել մեր լավ, բարի, մի ժպտերես ու միշտ հասնող Հարություն Հարությունյանին։ Կրթության մասին 1993-2003 թվականներին սովորել է Բաղրամյանի միջնակարգ դպրոցում, ինչպես նաև երաժշտական դպրոցում։ 2003-2007 թվականներին սովորել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում։ 2007-2009 թվականներին սովորել է նույն համալսարանի մագիստրատուրայում։ Աշխատանքային փորձի մասին 2006-2007 թվականներին աշխատել է Բաղրամյանի պոլիկլինիկա եւ մոր ու մանկան պահպանության կենտրոն ՓԲԸ-ում որպես իրավաբան։ 2008-2011 թվականներին աշխատել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմում որպես դատավորի օգնական։ 2009 թվականին ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիրը, սակայն փաստաբանությամբ զբաղվել է 2011 թվականից։ 2012 թվականից առ 2026 թվականը հանդիսացել է իրավաբանական խորհրդատվական խումբ ՍՊԸ-ի տնօրեն։ 2015 թվականից առ 2024 թվականը հանդիսացել է Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի խորհրդի անդամ։ 2019 թվականի սեպտեմբերից առ 2022 թվականը աշխատել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտ ՓԲԸ-ում որպես իրավաբան։ 2023 թվականից մինչև 2024 թվականը աշխատել է Հայաստանի Հանրապետության պետական հետաքրքրությունների ֆոնդ ՓԲԸ-ում որպես դատական գործերի պատասխանատու։ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից 2021 թվականին ընտրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ 4 տարի ժամկետով։ Տեխնացությունն առաջադրված է եղել Ֆրանսախոս փաստաբանների միության ՀԿ-ի կողմից։ 2025 թվականին կրկին ընտրվել է նույն հանձնաժողովի ոչ դատավոր անդամ։ 2026 թվականից հանդիսանում է նոր դարաշրջան կուսակցության նախագահ։ Այլ տեղեկություններ եւս 2003-2007 թվականներին հանդիսացել է Ալյանս Ժոնես միության նախագահ, 2007 թվականին ակտիվ ներգրավվածություն է ունեցել 2007-ից 2008 թվականը հանդիսացել է Ֆրանսիական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ, 2006 թվականի սեպտեմբերի 20-ից 30-ը ակտիվ մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ժակ Շիրակի պատվիրակության ուղեկցության աշխատանքներին եւ ստացել է անհատական պարգև։ 2011 թվականից հանդիսանում է արտասահմանում բնակվող ֆրանսիացիներ ընկերության բարեկամ։ Ուսումնական պրակտիկան անց է կացրել Ֆրանսիայի Հանրապետության Արամին ընկերության միջազգային վարչությունում, ունի ինչպես հայկական, այնպես էլ Ֆրանսիայի Լիոն 3 համալսարանի պետական դիպլոմներ։ Հանդիսանում է ֆրանկոֆոն փաստաբանների միավորում իրավաբանական ՀԿ-ի համահիմնադիր։ Տիրապետում է հայերենի, անգլերենի, ֆրանսերենի, ռուսերենի, ամուսնացած է եւ ունի 2 երեխա։ Ես իսկականից կարծում եմ, որ փաստաբանական մեր համայնքը մեծապես տուժել է, որովհետև դուք փաստացի ստիպված եք եղել թողնել ձեր փաստաբանական գործունեությունը, այնուամենայնիվ կարծում եմ, որ պետք է պայքարել պատճառների դեմ, որպեսզի այդ հետևանքները չլինեն։ Այնպես որ պարոն Հարություն Հարությունյան, ես շատ մեծ ուրախությամբ եմ ձեզ ներկայացնում եւ պատրաստ եմ լսել բոլորիդ բոլոր հարցերը։ Իսկ լավ, այստեղ չէ, հետո իմ վերջին խոսքը կավարտեմ։ Շնորհակալ եմ, պատրաստ եմ լսել հարցերին։